Բժիշկ Ռուբեն Գրիգորյանը արդեն 3 օր է Հայաստանում ու այս ընթացքում հասցրել է 30-ից ավելի այցելուներ ընդունել։ Հայտնի ակնաբույժը վիտրեորետինալ վիրաբուժության նեղ մասնագետ է։ Ես ուզում եմ, որ ջահել մասնագետները գան Միացյալ Նահանգներ, որտեղ որ ես աշխատում եմ ու ընդդեմ պրակտիկորեն տեսնեն միջազգային ակնաբուժությունը ոնց է աշխատում ու երկրորդ էտապը ես մտածում եմ գամ ստեղ ու աշխատեմ այս բաժանմունքի մեջ։ Բժիշկ Գրիգորյանը իր ծրագրերը իրականացնելու համար ընտրել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։ Ակնաբուժական բաժանմունքը նոր է, 2-3 տարվա պատմություն ունի։ Հագեցած է ժամանակակից ու նոր սերնդի սարքավորումներով։ Բաժանմունքում կատարվում են բոլոր տարիքի հիվանդների վիրահատություններ, սկսած երեխաների շլությունից, վերջացրած տարեց մարդկանց կատարակտաներով։ Աչքի ախտահարումը հիմնականում շաքարային դիաբետի, ճնշմատատանումների, անոթային խնդիրների հետևանք է։ Ռուբեն Գրիգորյանը Միացյալ Նահանգներից իր հետ բերել է այս հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղորայք, որը Հայաստանում չի օգտագործվում, թանկ է։ Այցելուներին դրանք տրամադրվում են անվճար։ Այդ դեղերի միջոցով մենք կարողանանք աչքերը լավացնել մեր հիվանդների։ Հայտնի պրոֆեսորի հետ Հայաստան են եկել նաև ամերիկացի մանկական ակնաբույժներ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի ծննդատանը նրանք ուսումնասիրում են անհասության ռետինոպաթիայի դեպքերը։ Նորաբաց ակնաբուժական բաժանմունքում կատարվում են եզակի վիրահատություններ։ Cross-linking-ի սարքն է, որը Հայաստանում նորագույն սարք որպես առաջինն է Երևանում եւ մենք արդեն իրականացրել ենք cross-linking միջամտությունը կերատոկոնուսով հիվանդ պացիենտների մոտ։ Ամերիկահայ մասնագետի գնահատմամբ ակնաբուժական բաժանմունքը առանձնահատուկ մասնագետներ ունի եւ հավակնում է դառնալ լավագույններից մեկը Հայաստանում։ Այդա Կարապետյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։